Ջենես Արմենիա ուղեղային կենտրոնի հիմնադրամը 5 տարեկան է, այս 5 տարվա ընթացքում հասցրել ենք երկու գլխավոր ուղղությամբ աշխատանք տանել, բաժանեմ երկու կարևոր փուլերի, մինչև 23 թվականի սեպտեմբերի 19-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական պատերազմը եւ Արցախի հայաթափումը եւ դրանից հետո բնականաբար Հայաստանում եւ Արցախում հայկական գիտամտավոր ներուժը Սփյուռքից մինչև Հայաստան կարողացել ենք համախմբել դրանք վերածել ռազմավարական կոնկրետ ծրագրերի եւ այդ կոնկրետ ծրագրերի շահառուները եղել են մեր հայրենակիցները թե Հայաստանում եւ թե Արցախում տնտեսության, մշակույթի, գյուղատնտեսության, արդյունաբերության, բնականաբար նաեւ անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտում վերապատրաստման դասընթացներից սկսած մինչև միջազգային լոբիստական աշխատանքներ ներգրավել Արցախի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան դելեգիտիմացնելու ուղղված ջանքեր։ Բազմաթիվ հայրենակիցների մեր Արցախից, հայաթափված Արցախից եւ Հայաստանում հաստատված կարողացել ենք ապահովել բնակարաններով եւ աշխատանքով Հայաստանում կրթական ոլորտում կարողացել ենք դպրոցների, ռազմագիտության դասարանների վերազինումից սկսած մինչև բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում պատերազմի մասնակից մեր տղաների բարձրորակ դասընթացների, մեկամյա դասընթացների միջոցով վերապատրաստել, այդ տղաներից շատերը այսօր միջազգային առաջատար կազմակերպություններում IT ոլորտում աշխատում են եւ իրենց ծառայությունը բերում նաեւ հակահայկական կիբեր դաշտի հանցագործությունները կամ հարցակումները կանխելու գործում։ Գիտամտավոր պոտենցիալի իրացման առումով անցած 5 տարվա ընթացքում ավելի քան 100 գիտահետազոտական աշխատություններ, հայտարարություններ, վերլուծություններ, ինչպես նաև Հայաստանի, գալիք Հայաստանի ռազմատնտեսական, ռազմատեխնոլոգիական, արտաքին քաղաքական, ներքին քաղաքական ինստիտուցիոնալ վերափոխումների վերաբերյալ հստակ ռազմավարություններ ենք մշակել եւ լիահույս եմ, որ առաջիկա նվազագույն 1 տարվա ընթացքում, որը կարծում եմ հայության համար վճռորոշ տարի է լինելու, գոյութերական խնդիր ենք փորձելու լուծել։ Ջենես Արմենը իր ամբողջ ներուժը կազմակերպչական, գիտամտավոր, առաջնորդական ռեսուրսը պիտի ներդնի ամբողջական իշխանազրկում հավաքական առաջնորդությամբ բանաձևի շրջանակում։ Փաստորեն Ջենեսիս Արմենիա կենտրոնը իր վրա վերցրել այն բոլոր ֆունկցիաները, որը պիտի որ պետությունը կատարեր, բայց կարծես թե այդպես չի։ Իրականում որպես ուղեղային կենտրոն մենք ստեղծվեցինք եւ մեր ամբողջ նպատակն այն նաեւ անցնել ուղեղային կենտրոնների կլասիկ ճանապարհով, դասական ճանապարհով, Դիցուկ Միացյալ Նահանգներում կամ Իսպանիայում, ինչպես են որոշումների ընդունման կենտրոնները ապավինում ուղեղային կենտրոնների հետազոտությունների, վերլուծությունների եւ հեռանկարային կանխատեսումների վրա։ Հայաստանը չունի պատվիրատու, Հայաստան պետությունը պատվիրատու չէ եւ գործող իշխանությունը ապացուցեց, որ իրեն ամենևին հետաքրքիր չեն մտքի արգասիքները, ժամանակակից տենդենսները ընդհանրապես աշխարհի, թե տեխնոլոգիաների, թե ռազմաարդյունաբերության, թե արտաքին քաղաքական, թե ներքին բարեփոխումների առումով գործող իշխանությանը հետաքրքրում են բացառապես ազգային խորհրդանիշերը, ազգային պատմությունը, ինքնությունը ոտնահարող թեմաները։ Ադրբեջանական նավթը եւ 4-րդ կարգի ծորենը։ Այո, եւ իրենց միտք պետք չէ, միտք անհրաժեշտ չէ։ Այդուհանդերձ մենք մեր հայրենակիցների առջև շիտակ, ուղիղ ճակատով, պինդ ճակատով շարունակել ենք մեր աշխատանքը, այն հանձնառությունը, որը ստանձնել ենք բնականաբար, միտք ենք արարել, ռազմավարություններ ենք առաջ քաշել, ոչ միայն քննադատել ենք եւ բավարարվել ենք դրանով, այլ ուղենշել ենք նաեւ գալիք Հայաստանի վերաբերյալ մեր տեսլականը բոլոր ոլորտներում, ինչը կարծում եմ 2026 թվականից հետո մեզ անհրաժեշտ է լինելու նոր որակի երկիր կառուցելու, վերազինված երկիր
ստեղծելու, ընդ որում զենք միայն բարեսուղի իմաստով չպետք է ստանալ, ամենաուժեղ զենքը հայկական միտքն է եւ այդ միտքը իրացնելու ճիշտ մեթոդաբանությունը եւ ժամանակի տեխնոլոգիական պահանջներին առաջընթացին համընթաց քայլերը։ Ձեր այս կատարած աշխատանքը, այս ուսումնասիրությունները, հսկայածավալ աշխատանքը, որ կատարել եք, ինչպես եք պատրաստվում նյութականացնել։ Մենք փորձեցինք ընդհանուր եզրեր գտնել այն օղակների հետ պետական, այն օղակների հետ, որոնք քիչ թե շատ ունեն ազգային ինքնասիրություն, պետականամետ են եւ կփորձեն այդ մտքի արգասիքը, որը ծնվել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքի տարբեր համայնքներում մեծագույն հաջողությունների հասած մեր հայրենակիցների հետ աշխատելով կյանքի կոչել իրականություն դարձնել։ Շատ փակագծեր բնականաբար չեն բացի, բայց Արցախում եւ տարբեր վայրերում մեզ հաջողվել է անցած 5 տարվա ընթացքում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ իրականացնել տարբեր ոլորտներում, որոնց մասին օրը կգա, ժամանակը կգա եւ կխոսենք, բայց հիմա փակագծեր չենք բացում, որովհետեւ հավատում ենք, որ այդ ծրագրերի ամբողջական իմպլեմենտացիան մի օր մենք իրականացնելու ենք եւ կյանքի կոչելու։ Տեսեք, ամենամեծ ծրագրերից մեկը, օրինակ, ընդհանրապես ոչ թե գաղտնիք բացեմ, այլ մեկ փակագից բացեմ, ընդհանրապես հայկական ջրային ռեսուրսների ճիշտ խնայողության եւ միջպետական հնարավոր հարաբերություններում հորիզոնական մակարդակում հայկական կապույտ կամ սպիտակ ոսկին, ջուրը ճիշտ օգտագործելու եւ սերունդների համար որպես ռազմավարական ռեսուրս պահելու լրջագույն եւ ամենախորքային ծրագրերից մեկն ենք իրականացրել եւ այդ համատեքստում համագործակցել ենք պատկերացրեք աշխարհի 6 պետության լավագույն ինժեներների, լավագույն ջրամբարների, այսպես կառուցման մասնագետների ընդհուպ բանակցել ենք համաշխարհային բանկի մի քանի գործընկերների հետ եւ մեր տրամադրության տակ ունենք ավելի քան 400 էջանոց որակյալ խորհրդային վերլուծություն եւ ճանապարհային քարտեզ այդ ամբողջը իրականացնելու։ Մենք ինչ արել ենք մեր պետության շահերից եւ նպատակներից ելնելով ենք արել, բայց բնականաբար այդ ամբողջը քիչ առաջ նշեցի, ոչ մեկին հետաքրքիր չէ գործող իշխանությունից, ինչի ականատեսը մենք լինում ենք հակառակ պրոցեսի, Սևանի ավազան այսօր ամբողջությամբ օկուպանտ Ադրբեջանի քաղաքական պահանջների թիրախում է, Հայաստանի արևելյան եւ հարավ-արևելյան ամբողջ ռազմավարական դիրքերը գտնվում են ինքնիշխանության, հայկական ինքնիշխանության տոտալ կորստի սպառնալիքի տակ եւ այս պայմաններում խոսել պետական որևէ օղակի հետ լրջագույն ծրագրեր իրականացնելու կամ նվազագույնը քննարկումները սկսելու մասին ավելորդ եմ համարում եւ ավելորդ է առհասարակ։ Նմանատիպ մասշտաբային ծրագրեր հավատացում եմ ձեզ ոչ միայն Ջենեսիս Արմենիան, նաեւ հայկական բազմաթիվ կազմակերպություններ ունեն իրենց օրակարգում, գզրոցներ ունեն եւ հավատացում եմ ձեզ այդ բոլորը մենք ի վիճակի ենք կյանքի կոչել այս իշխանությունների ձեռնարկելուց հետո, որովհետեւ հավատում եմ, որ հայի միտքը, ներուժը, ցանցային հնարավորությունները, կազմակերպվածությունը եւ կարգապահությունը հարկ եղած դեպքում Հայաստան պետությունը պարտության եւ ամոթի խարանից ձերբազատվելուց հետո մենք դա կդարձնենք իրականություն, որովհետեւ այնինչ մեզ մատուցում են, որ մենք իրար հետ չենք կարող աշխատել, հայը հավաքական ուժ չի ներկայացնում, հայը չունի այդ ռեսուրսը միասին աշխատելու, այդ ամբողջ քարոզչական կեղծ թեզեր են, որոնցով փորձում են մեզ մոլորեցնել եւ օրակարգ դրացնել, կեղծ օրակարգեր, որովհետեւ մենք չկարողանանք մեր ռազմավարական ոչ թե ռևանշիզմ, ինչպես փորձում են մեզ մատուցել, որպեսզի մենք կարողանանք ռազմավարական խորությունը վերականգնել Հայաստանի եւ հայ ժողովրդի այս տարածաշրջանում։ Այս համատեքստում ենք կարևորում նաեւ 26 թվականը, որ մենք չպետք է ընկրկենք, չպետք է վհատվենք եւ Հայաստանում գործող իշխանության իշխանազրկումը պիտի լինի քաղաքական դաշտի օրակարգային թիվ 1 խնդիրը, պիտի սովորենք իրար հետ աշխատել, պիտի
ատամները կրճտացնելով, միմյանց թերությունների վրա աչք փակելով, գլխավոր խնդիրը պիտի լուծենք 26 թվականին, որից հետո նոր պիտի սկսվի Հայաստանի վերազարթոնքի վերաբերյալ մեր ցանկությունների եւ նպատակների իրականացման քայլարշավը։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Բավարար էր։ Լրիվ։